Նախորդ իշխանությունը հերանալեն յետ, բնականաբար երգիրը գաբրի նոր հանքրվան։ Նոր իշխանություն իր նոր իշխանավորներով, որոնք կփորձեն վերականգնել երգիրը նոր արժեչափերով, սակայն այս բոլորը չնշանակեր, թե երգիրը լրիվ վերակդած է իր գայուն ընթացքը, հատկապես երբ օդար ու նաև գոմնագի ուժեր թերագադար են ներկավիճակին։ Զարմանալի չէ, թե այս գացութենը մեկնած ձնունդ առնող երբեմն բիդլան գայձեր և երբեմն պոցավարող երևույթներ, որոնց մեր լուրջ բարակա էր 5 օր եղած բրնգումը Ձովեզրի շրջանի մեջ։ Ձովեզրի շրջանի մեջ, հատկապես լտակյո մեջ գա հայկական հստակ ներկայություն, եկեղեցի, ակումբ, դպրոց, այսինքն լուրջ քաղուտ, որ պերիոթեմի հովանավորության տակ է։ Քաղուտը բարեպարբեր վնասներ չէ ունեցած, բացի երկու հայրենագիտները, որոնք զոհվեցան, որովհետև դուրսը լալով մնացած են երկկողմանի գրագոցներու մեջ ու զոհ կացած տեղի ունեցող ընդհարումներում։ Խալ է մեկնաբանել, որ քրիստոնյաներ կամ հայեր գրնան թիրախ եղած լալ, որովհետև ոչ մեկ նման բարակագա, սակայն հարկ է զգուշ լալ և ուշադիր, ոչ մեկ վնասներ արձանագրելու կամ նվազագույն վնասներ արձանագրելու համար։ Քրիստոնյաներ կամ հայեր ոչ մեկ ուղղակի թիրախ լալու բարակա չէ նշված, սակայն բնականորեն հարկ է մնալ զգուշ և ուշադիր։ Անշուշտ բարական նույնն է Թարթուսի հայության, թեև փոքրաթիվ, բայց Թարթուսի հայության բարակային, որոնք նաև զգուշ են ընդհանրապես իրենց դուները ներս և մասնավոր վնասներ չի արձանագրված, բացի Բանյասի մեջ մեր հայրենագիտները մեկը, որ խոշտանկումի ենթարկվել է, բարեպարբեր մասնավոր մարմնային լուրջ վնասներ չկան, սակայն նաև գողոպտված է։